Շնորհակալություն Սուզաննա ջան։ Նախ խոսքը տանք Ռոզաննա Ստեփանյանին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին հումանիտար այս հարցին այս կերպ արձագանքելու համար։ Սիրելի հայ ժողովուրդ, հիշում եք ընտրությունների քարոզարշավի ժամանակ այս շենքում նստածը ասում էր մեր գերիները մեզ կհանդուրժեն եւս 2 ամիս եւ մենք կբերենք մեր գերիներին։ Ընդհուպ առաջարկում էր իր աշոտիկին ուղարկել Բաքվի բանտ մեր գերիներին բերելու փոխարեն։ 2023 թվականի դեկտեմբերի 24-ից հետո ոչ մի գերի Հայաստան չի մտել։ Փաստորեն այս շենքում նստածը անգամ այս հումանիտար հարցը ծառայեցրեց մարդկանց քվեն գողանալու համար։ Այստեղ շատ է հնչում, որ նամակներ են ուղարկվել, այո, վերջին ամիսների այս ճնշումը բերեց նրան, որ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնության բանաձև ընդունեց, բայց եկեք ուղիղ նայենք այս ամեն ինչին։ Տասնյակ նամակներ են գրվել միջազգային ամենատարբեր կառույցներին։ Պատասխաններ ենք ստանում, որ այս շենքում նստածը չի ուզում շոշափել այդ հարցը։ Այս շենքում նստածը գերիների, անհետ կորածների հարցը ծալել ու իր գրպանն է դրել։ Մենք այսօր ոչ թե պետք է դիմում գրենք իրեն, որովհետև քիչ առաջ մեր բանախոսներից մեկը ասաց դիմում ենք գրել, այդպիսի դիմումները այո ուղարկվում են արտգործնախարարություն, այնտեղ ծալվում ու դրվում են իրենց դարակներում, որովհետև այս հարցը այս իշխանության համար Ալիևի հետ փակված է։ Էլ չեմ ասում, որ այս իշխանությունը մեծ վախեր ունի գերիների վերադարձից։ Մենք Բաքվի բանտերում չունենք միայն 23 գերի։ Մենք միջազգային մարդու իրավունքի դատարանում ունենք 80 հայց, որոնց տղաները գերեվարվել են Բաքվում։ Ես անցած օրը, երբ որ մենք ՄԱԿ-ի գրասենյակում ակցիա էինք անում, այս շենքի առաջ հավաքվել էին անհետ կորածների ծնողները։ Ունենք հարյուրավոր անհետ կորածներ, որոնց հարցը այս շենքի նստածը մեկ ուղարկում է ԱԱԾ, մեկ ուղարկում է քննչական, մեկ բերում է այստեղ, մեկ խաբում տանում է ազգային ժողով։ Այս մարդկանց արդեն 5 տարի իրենց մատների վրա խաղացնում են։ Դու ով ես, որ անհետ կորածների, որոնց պարզ երևում է տեսանյութով, որոնք գտնվում են Բաքվում, դու այդ մարդկանց հայցերը հետ ուղարկես։ Ով ես դու։ Մենք չպետք է խնդրենք իրենից կամ դիմենք իրեն, մենք պետք է պահանջենք, ուղղակի պահանջենք այս հարցը օր առաջ լուծել, որ միջազգային կառույցի դուրն ուզում են գնան չոքեն, որ միջազգային կառույցից ինչ ուզում են խնդրեն, ինչպես ուզում են, այդ ինչպես կարող են քվե գողանալու համար խաբել, գնացեք ուրիշ տեղ խաբեք ու մեր տղաներին հետ վերադարձրեք։ Ով եք դուք, որ անհետ կորածի ծնողը երբ ինձ ցույց էր տալիս, թե ինչպես է ադրբեջանցի ասկյարը իր տղային գողանում ու տանում կապած, դու որոշես այդ հայցը հետ վերադարձնես։ Ես քանի որ այստեղ հրապարակ լրատվամիջոցները ներկա են, դիմում եմ Սփյուռքի մայրերին, հայ կանանց։ Սիրելի մայրեր, մի պահ պատկերացրեք, որ այստեղ Բաքվի բանտում ոչ թե Ռուբեն Վարդանյանն է, ոչ թե Գոր Սուջյանն է, ոչ թե մեր անհետ կորած տղաներն են, որոնք եւս Բաքվի բանտում են, այլ պատկերացրեք մի պահ, որ ձեր որդիներն են։ Դուք ձեր գլուխը ինչպես եք դնելու բարձին։ Դուք ամեն հարցում ակտիվ եք գտնվել։ Այս շենքում նստածի գործողությունների արդյունքում դուք այսօր զատվել եք, նեղացել եք, բայց ես հիմա խնդրում եմ ձեզ, համահայկական ալիք բարձրացրեք Սփյուռքի բոլոր գաղթօջախներում։ Այս շենքում նստածը չի կարող միայնակ որոշել, թե Բաքվի բանտերում նստած մեր տղան պիտի վերադառնա, թե չէ։ Մենք պահանջում ենք նաև միջազգային բոլոր կառույցներից վեր դնել քաղաքական իրենց շահերը եւ հումանիտար այս հարցին վերաբերվել զուտ իրավական միջազգային կոնվենցիաներով եւ Բաքուն է ստորագրել այդ կոնվենցիաների տակ եւ Հայաստանը միայն բանաձև ընդունելով մարդկանց խնդիրը չի լուծվում։ Խնդրում եմ ձեզ միջազգային կառույցներ, եթե այս շենքից ես միայն պահանջելիք ունեմ, ձեզանից նաեւ խնդրանք ունեմ։ Բաքվին ստիպեք, պարտադրեք, քաղաքական շահը մի կողմ շպրտեք եւ մեր տղաներին օր առաջ հետ բերեք, որովհետեւ այս շենքում նստածը հիմա արդեն ասում է ես դիմում եմ պաշտպանության նախարարությանը չկրակել, դե չկրակելու հրամանը իր միակ գործողությունն է եւ ասում է ես պատրաստ եմ այդ համաձայնագրի տակ միայնակ ստորագրել, իսկ այդ համաձայնագրում մենք գիտենք, որ ինքը
գերիների անհետ կորածների հարցը ընդհանրապես չեզոքացրել է։ Եվս մեկ անգամ դիմում եմ ողջ հայությանը, Սփյուռքում ապրող մայրերին, կանանց, համահայկական ալիք բարձրացրեք, որովհետև այս հումանիտար հարցը վաղը կարող է յուրաքանչյուրիս դրան առաջ չոքել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խոսքը տանք Արտավազդ Ալավեր